Ձեզ հետ Կարենն է։ Այսօր մենք միասին կթարմացնենք իմ համակարգչի ջերմամածուկը։ Այն բավականին երկար ժամանակ չի թարմացվել։ Ընթացիկ ջերմաստիճանները նորմալ սառը ջերմաստիճան են, հիմա սենյակային ջերմաստիճանն է սառը։ Ծանրաբեռվածության տակ մոտավորապես 45-ից 55 է տատանվում, պիկերին 60, բայց ավելի կոնկրետ հիմա մենք սթրես տեստ կկատարենք մինչև ջերմամածուկի թարմացումը պրոցեսորի գրաֆիկի տեսքով ջերմաստիճանը պրոցեսորի կդիտենք, թե որքան է բարձրանում, նույնիսկ պիկերին, այնուհետև նույն տեստը կանցկացնենք ջերմամածուկը թարմացնելուց հետո եւ կտեսնենք, թե ջերմամածուկով թարմացնելուց հետո որքան է տարբերությունը լինում, ինչ արդյունք է մեզ մոտ լինում, որքանով է հովանում պրոցեսորը։ Ահա օգտագործելու ենք այս ջերմամածուկը, որակյալ, կարծում եմ իդեպ այն համընկավ իմ Cooler-ի բրենդի հետ, Cooler Master։ Կատարենք սթրես տեստ։ Ես ընթացքում վիդեոն կդնեմ պաուզայի վրա, կտեսնենք մոտավորապես 10 րոպեի սահմաններում պրոցեսորը որքան է տաքանում։ Հիմա 12:54 ստարտ ենք տալիս, այստեղից եւ դիտում ենք ջերմաստիճանը։ Պիկը 53 է ներկա պահին, երկրորդ միջուկն է 55 տաքանում, բայց ընդհանուր առմամբ այդքան էլ կրիտիկական չէ, խաղերին 55-ից 60 դիտվում է երբեմն, այսպես սթրես տեստով այդ կարելի ասել բավարար ջերմաստիճան է։ Այստեղ պրոցեսի կուլերը պտտվում է 2000 պտույտ վարկյանում։ Այստեղ ցուցանիշները ունենք, վոլտաժները, այսպես 12.2, 5.2, 3.3։ Ստատիստիկան 55 մաքսիմումն է, միջինը 45 աստիճան կարելի է ասել։ Վիդեոն ես հիմա դնեմ պաուզայի վրա։ Պրոցեսորը երկար ծանրաբեռվածության տակ բարձրանում է ջերմաստիճանը մինչև 55-57 աստիճան, այսպես փորձենք փոխարինել ջերմամածուկը, որից հետո կրկին կկատարենք նույն տեստը եւ կանոնատենք արդյունքները։ Կարծում եմ որակյալ ջերմամածուկ է սա եւ քիչ անց մենք կհամոզվենք դրանում։ Փոխելուց առաջ ցանկալի է պատրաստել 1 թաց խոնավ անձեռնոցիկ եւ 1 չոր, որպեսզի պրոցեսի վրայի չորացած ջերմամածուկը մաքրենք եւ նորը քսենք։ Հիմա համակարգիչը ես քանդեմ, մինչ այդ վիդեոն դնեմ պաուզայի վրա։ Մեզ մոտ RAM-երը, օպերատիվ հիշողությունները Cooler-ին մի փոքր խանգարում են, որ Cooler-ը ուրեմն հանենք, դրա համար ես RAM-երը հանեմ, հետո նոր Cooler-ը կհանենք։ Ճիշտն ասած ես այս Cooler Master T50 Cooler-ի ջերմամեկուսիչի տեղադրման մանուալ YouTube-ում գտա, բայց հանելու մանուալ չգտա, որ ճիշտ ժամանակ չկար ման գալու, դրա համար փորձի եղանակով ես փորձեմ անել ռադիատորը, ջերմամեկուսիչը։ Այս վրային դժվարություն չի դուրս գալը, խնդիրը հասկանալ, թե այս երկաթյա սառեցնող զանգվածը ինչպես է դուրս գալիս, ահա։ Ուրեմն այս կողքի
իր հարմարանքներով տարբերակը ես չգտա, հետևի կողմից զարշոլ կեքը զգուշությամբ թուլացրեցի եւ անջատեցի քուլերը ամբողջովին մայր պլատայից, հետագայում կդիտարկենք նաև այս կողքից հանելու տարբերակը, չնայած սա էլ աշխատող տարբերակ է, բայց պետք է լինել զգուշ զարշորկանները հանելուց, որպեսզի չջարդվեն։ Ահա այս տեսքով իմ ամբողջովին սա վլաժնի անձեռնոցիկով լարթած անձեռնոցիկով կմաքրենք։ Հիմա պրոսնենք ձեզ ցույց տամ ինչ վիճակը, այստեղ լրիվ չոր է, համարյա ջերմամածուկ չկա, այս կողքերը ամբողջովին պիտի մաքրվի։ Ահա պրոցեսորի նախնական վիճակը, այստեղ ևս ինչ-որ բարակ շերտ շատ չնչին կա, բայց ընդհանուր առմամբ ջերմամածուկ բացակայում է, մի թեթև շերտ զգում եմ, մատերով ցանկալի չի դիպչել։ Հիմա արդեն անցնենք մաքրման ընթացքին, այս հին ջերմամածուկի շերտի մաքրման ընթացքին։ Ահա հին ջերմամածուկի շերտը մաքրելուց հետո կողքի մի փոքր չեմ կարծում թե խանգարի, իմ կարևորը արտաքին մակերևույթն է, մաքրենք։ Սա ես չեմ քսել, ճիշտն ասած, այսքան հաստ շերտով չափազանց հաստ է ու արդեն չորացած։ Կադրից դուրս ես եղին մաքրեմ, միանում ձեզ։ Շատ հոյակապ որակյալ արտադրանք է, շնորհակալություն, իր հետ կար նաև, սա կարծում եմ ջերմամածուկը շերտին քսելու հարմար կարտոչկա է, այսպես ասենք, և սա իմ կարծիքով առաջի անգամ եմ տեսնում նման բան, տերմոպլատկա չի կարծում եմ, սա մակերևույթի հարթությունը ստուգելու համար երևի տերմոպլատկայի, բայց նման է, չգիտեմ, կամ մակերևույթն ենք, հարթությունն ենք ստուգում ինչ տերմոմիջոկի սելը կամ տերմոպլատկա է, այսպես ասենք, անցնենք առաջ։ Զարշել կեքով, այսպես ասենք, հավասարաչափ սեղմեցինք և բարեհաջող ամրացավ մայրական պլատային քուլերը։
Ահա կարելի ասել հիմնական process-ը ջերմամածուկի փոխարինման ավարտված է։ Ես համակարգիչը արդեն երկու կողմերից, նաև Զաշոկայի կողմից case-ի փականները փակեմ եւ միացնենք համակարգիչը, տեսնենք արդյունքները ջերմամածուկի փոխարինելուց հետո։ Հիմա առաջին անգամ համակարգիչը ջերմամածուկը փոխելուց հետո միացնում ենք։ Ահա մենք փոխեցինք ջերմամածուկը, թարմացրեցինք process-ի ջերմամածուկը, հիմա արդեն ստուգենք ջերմաստիճանը, պիկ ջերմաստիճանը process-ի եւ տեսնենք տարբերությունը, AIDA 64 օֆիցիալ ծրագրով ենք տեստ անում, ահա այս վերսիայի կոնկրետ, որպեսզի հիմա արդեն տեստ անենք մոտ էլի 10 րոպե եւ տեսնենք ջերմամածուկը փոխելուց հետո եւ առաջ գնացինք։ Անցել է մոտ կես րոպե 50 աստիճանի սահմաններում է, երկրորդ քորն է մեզ մոտ համեմատաբար կտրուկ աճում, 5 րոպեից ես կմիանամ եւ կհամեմատենք արդյունքները։ 55 աստիճան Սահազորությունը, թայմինգները 55 աստիճան կարող ենք համեմատել մինչև ջերմամածուկի փոխարինելը։ Այսքանը, այսպիսով մենք այսօր թարմացրեցինք իմ process-ի ջերմամածուկը։ Եթե կան կարծիքներ կարող եք գրել, ինձ հետաքրքիր է օրինակ թե ինչու, թե տեսակարտից, թե ջերմամածուկից ներողություն process-ի ջերմամածուկները փոխելուց հետո էական տարբերություն ես չնկատեցի։ Եթե կան կարծիքներ կարող եք նշել կոմենտներում, փոխելուց առաջ եւ հետո էական տարբերություն, նաեւ ցանկության դեպքում ես կտեղադրեմ վիդեո տեսակարտի ջերմամածուկի փոխարինումից հետո եւ առաջ, այսքանը, եթե վիդեոն ձեզ համար պիտանի էր կամ օգտակար, դրեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, ձեզ հետ Կարենն էր, մինչ նոր հանդիպում։